Լուսավոր Հայաստան կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է գյումրեցիների հետ։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է քաղաքական ուժի ծրագրային դրույթներն ու նախընտրական ուղերձները։ ԼՀԿ առաջնորդի խոսքով այսօր վտանգված են հայ ժողովրդի ինքնությունը, պատմական հիշողությունը, մշակութային ժառանգությունն ու պետականության հայկական բովանդակությունը։ Հենց այդ պատճառով էլ ըստ Մարուքյանի քաղաքական իմաստով կարևոր ուղերձ ունեն։ Մենք ժողովրդին կոչ ենք անում, որ ընտրությունների միջոցով այնպես իր քվեարկությունը կազմակերպի, որ Հայաստանում որևէ ուժ այլևս բացարձակ իշխանություն չունենա։ Մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 18 թվականը, մինչև հեղափոխությունը, մենք տեսնում ենք 18 թվականից մինչև 26 թվականը։ Եվ մենք գտնում ենք, որ խորհրդարանը պետք է ձևավորվի մի խումբ, մի շարք ուժերից այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50 գումարած մեկ ձայն եւ կոմպրոմիսներով ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որը նախկիններից չի, ներկաներից չի, ես էլ չեմ, այսինքն այդ քաղաքական էգոիզմը մենք առաջարկում ենք, որ բոլոր ուժերը դնեն մի կողմ։ Քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ ընտրված վարչապետը կլինի շատ ուժեղ, կարծում է նա։ Որ ասում են, չէ, ես պետք լինեմ, չէ, որ չէ, ես պետք լինեմ, հա, սա դնենք մի կողմ եւ ձևավորենք կոմպրոմիսային պարլամենտ, կոմպրոմիսային վարչապետով, ով ուժեղ բանակցային դիրքերից հանդես կգա, որովհետեւ մի ուժի չի հաշվետու լինի, Հայաստանի ժողովրդին հաշվետու կլինի եւ վերջապես Հայաստանի ժողովուրդը կունենա մի պարլամենտ, որը ներկայացնում է իր բազմաթիվ տարբեր շերտերը։ Միասնական ընդդիմադիր ցուցակ ձևավորելու գաղափարը ընդդիմությանն առաջարկել է մինչև նախընտրական փուլ, մերժվել է։ Ես երբ որ առաջարկում եի, որ մեկ ցուցակով հանդես գան ընդդիմությունը, որ լինի օրինակ Նիկոլ Փաշինյան եւ մեկ ընդդիմադիր ցուցակ։ Ես այդ առաջարկը վարում եմ, ասում եմ, ես պատրաստ եմ չլինել այդ ցուցակում։ Ես ինձ զոհաբերում եմ, չեմ լինելու։ Եվ այդ առաջարկը ներկայացրեցինք, բանակցեցինք, տեսանք, որ մարդիկ իրենց անձնական էգոիզմը չեն կարողանում մի կողմ դնել եւ ասեցինք, եթե մասնակցեն բոլորը, դե բնականաբար մենք մեր ծրագրերով կմասնակցենք։ Հիմա էլ նույն կերպ առաջարկում եմ, որ կոմպրոմիսային, որ ասում են կոմպրոմիսով վարչապետ ընտրվի։ Հունիսի 7-ի գիշերը, երբ պարզ կլինի, որ ուժերն են անցել խորհրդարան, այդ պահից սկսած այս քննարկումը կշարունակվի, ասում է Մարուքյանը։ Անդրադառնալով կուսակցության ընտրական ցուցակին, թեկնածուն նշել է, որ ներկայացված են բանակում ծառայած օրենսդրական աշխատանքի փորձ ունեցող եւ հանրային սկանդալների զերծ թեկնածուներ։ Այսինքն չվեր կենաս մի հատ բան ասեն, բախի Սևանի ափին դաչա կառուցել, չգիտեմ ում հաշվին պետությունը թալանել է զման, նման մարդիկ չլինեն մեր ցուցակում, եւ մենք կարողանանք անխոցելի առանց որևէ կանխարգելիչ մեր դեմը կանգնող որևէ բաների կարողանանք մեր ծրագրերը, մեր մոտեցումները առաջ մղել, ինչպես միշտ ենք արել ըստ էության։ Մարուքյանը կոչ է արել ընտրողներին չառաջնորդվել միայն հաղթանակի մասին խոստումներով, նշելով, որ կուսակցությունն ունի նաև այլ ընտրանքային սցենարներ։ Նրա խոսքով պլան A-ն կոմպրոմիսային խորհրդարանի ձևավորումն է, իսկ պլան B-ն խորհրդարանում այնպիսի ուժի ներկայացումը, որը կկարողանա գործարկել հակակշիռների մեխանիզմներն ու վերահսկել իշխանությանը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը քվեաթերթիկում 19-րդն է։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։